Սիրուն են փայլում Աննա Բագրատովնա, այնքան ուրախ եմ, որ հաշտվեցիք։ Հա, բալես, այդ պահին, որ Հենրիիս հետ հաշտվեցի, ինձ թվում էր աշխարհն իմն է։ Շատ ուրախ եմ ձեր համար, շատ։ Ես գիտեմ, որ այդ նաև քո շնորհքն է։ Դե չէ։ Դու ես չէ Հենրիին համոզել, որ հետս խոսի։ Իրականում Հենրին ձեզնից քիչ չէր տանջվում։ Փաստորեն ես հիվանդանոցում հայտնվելու իր լավ կողմերն էլ ունեցավ։ Համ Դավիթս եկավ մոտս, համ էլ Հենրիիս հետ հաշտվեցի։ Դե հա։ Արդեն ուզում եմ տուն գնամ, տանը համ իմ համ երեխու համար ավելի հանգիստ կլինի։ Ուզում եք զանգեմ Հենրիին գա, չնայած դուրս եկավ, բայց որ իմանա ուզում եք տուն գնաք, կգա հետ։ Չէ, պետք չի բալես, ես մենակ կգնամ։ Բայց ինչի մենակ, ես էլ ձեր հետ կգամ, եթե դեմ չեք։ Բայց ինչ իմացար, որ ստեղ եմ։ Զգացի։ Նենց ոնց որ դու նոր զգացիր։ Չես հիշում, ասում էիր, վերջերս բնության գրկում ես հանգստություն գտնում։ Հիմա էլ եմ ասում։ Տենում եմ, բայց մի քիչ ցուրտ է։ Բայց ով ասել, որ բնությունն էլ պետք է միշտ գրկաբաց ընդունի։ Բնությունը երբեմն այդքան հավես չունի հյուրեր ընդունելու։ Հյուր թե փախստական։ Քեզ թվում է ես չեմ հասկանում, որ փախած ես։ Իմից, կանուշից, որտեղից։ Հիվանդանոցից բալ։ Մամայից, իրավիճակից։ Մեր հետ այնքան հիստերիկացավ, վերջի հիվանդանոց ընկավ։ Դավոլին տարել եմ մոտը։ Պապ, հուսամ կթողես երեխեն մամայի մոտ մնա։ Ապրես։ Լավամարդ ես լինում, էլի։ Չէ, պապ։ Լավամարդ չեմ ուզում լինում։ Ուղղակի ճիշտը էդ է։ Ճիշտը այնա, որ երեխեն մոր կողքին մեծանա։ Բայց եթե նորմալ մոր մասին ենք խոսում։ Տենց մի ասա։ Ես հավատում եմ, որ ինքը անմեղ է։ Ու ներել եմ իրան։ Որ իմանար շուտ հիվանդանոց կընկներ։ Պապ, Հանկարծ մտքովդ չանցնի, որ նույն բանը ինձնից պահանջես։ որ վստահես մամային, կհասկանաս։ Այդ անասուն սոսն է իրան փաստի առաջ կանգնացրել։ Լսի, մեր հետ քեզ էշացրել է։ Ու չփորձես նույնը իմ հետ անես։ Ինձ ինչ հիշում եմ աշխատել, տուն ապրուստ եմ ստեղծել, որ ժառանգներս անհոգ ապրեն։ Այսօր հսկա տունը թողած դրսում եմ հացուտում։ Հելում էր պետք մեծ տուն ու մեծ ընտանիք ունենալու իմ երազանքը։ Թե պետք մի տան մեջ, որ կին չլինի, կին չապրի, էլի չես ուզում, հենդո շախունց։ Բարև խնամի, իմ թանկ խնամի,
որ պայմանավորվենք էլ, սեն շենք հանդիպի։ Արա Բագրատ, իմ համար հանգիս նստած հավեսով հաց է ուտում էլի։ Հիմա ավելի ախորժակով կուտես, իմ ընկերակցությունը ախորժակ կբացի։ Դեր չի ասի, տակարակը։ Մարդու, ես ինչ վատ բնավորություն ունես դու, միշտ պետի պչացնես մեր հանդիպումները։ Բագրատ իսեր ասում։ Գնա էլի, մի խանգարելի թող հանգիսած ուտեմ։ Ես համոզված եմ, սիրտդ մաքուր է, լեզուտա դառը։ Արա ես չգիտեմ ինչ լեզվով քեզ բացատրեմ։ Դու չես հասկանում, որ իմ համար տղաճ է քո հետ նստելը։ Ինքնասիրություն ունես դու տարավես, թե չէ։ Մի բան հարցնեմ, Զավանիչի գլուխը դուք եք երել։ Էսի Բագրատ։ Եթե հաջորդ անգամ քո բերանից նման նախադասություն եմ լսել, վիզդ կպոկեմ լեզուն էլ հետը։ Այդ արտահայտությունների համար դու պատասխան ես տալու։ Մի գեղեցիկ օր ինձ կզանգեն ու կտերեկացնեն, որ Հենդո Շախունցը չկա։ Ուրեմն քեզ ասեմ, Բագրատ Լալայան, կհոգնես սպասելուց։ Ես համբերություն ունեմ։ Անձերոցիկ։ Համբերությունը կապ չունի սպասելու հետ։ Գնա։ Բարի ախորժակ։ Մարդել այդքան անինքնասեր լինի։ Հարամ է ծածս արա։ Աննա Բագրատովնա, ես օգնեմ ձեզ։ Չէ, բալես պետք չի, առանց հետ էլի ես քեզ այնքան նեղություն եմ տալիս։ Նեղություն չի, Աննա Բագրատովնա, վստահ եք, որ չեք ուզում զանգեմ Հենրիին։ Չէ, պետք չի, հեսա տաքսի կկանչեմ, ես մենակ կգնամ։ Եթե մինչև հիմա չի եկել, ուրեմն գործեր ունի։ Չէ, դուք մենակ չեք գնայց, ձեր հետ կգամ։ Փաստորեն ես ոչ թե 3, արդեն 4 երեխա ունեմ, հա։ Չեմ զանգելու, պետք է սովորեմ կառավարել ինձ ու իմ խանդը։ Չի կարելի, Վիկտորը, չի կարելի, ես ապրումները կեզ կկործանեն, եթե պիտի կործնես երեխուտ, ուրեմն կկործնես, ինչքան պայքար ես, այդքան պարտվելու ես։ Համովա ջոն, Հաստորեն քեզ պետքա լավ հոգնածնեինք, որ գանք սենց համով հաց ուտես, հա դու։ լավ ժամանակ անցկացրեցին, չէ։ Հա, կարևորը Ջոնը շատ ուրախացավ։ Էլի կգնանք, Հա, բա ոնց, բայց այս անգամ արդեն Հայաստանում չէ։ վեցին էլ կգա, Այ դա ինձ համար լավագույն նվերը կլինի։ Չես ուզում մեզ ուրախացնես,
Ես ծնողներիս հետ կմեկնեմ, որովհետև այստեղ մնալու բան չունեմ ու առավել եւս լավ հուշեր էլ չունեմ Հայաստանում։ Աստված ինձ արել, որ մենք երկուսը էլ նահանգներում հայտնվենք։ Գնալով համոզվում եմ, որ ոչ մի բան այս կյանքում պատահական չի լինում։ Ամենավատ իրողությունների մեջ էլ Աստված լավ նպատակներ է թաքցրած լինում։ Դրա համար քեզ ծով համբերություն է պետք ու ուժ, որ չչարանաս։ Դուք ացեք ուտում։ Աչքից բան չի վրիպում, չէ՞։ Շատ ուրիշ երեխայա Ջոնը, իզուր չի, որ առաջին օրվանից մտել է սիրտս։ Իմ անուշ։ Գնա էլի։ Արի գնա, որ էլ չվիճենք։ Պապ, լավ էլի, լսի ինձ։ Լսի, Հերի։ Ես քո մորը ոչ հավատում եմ, ոչ էլ վստահում եմ։ Հələ շնորհակալ եղի, որ թողել եմ երեխուն տանեստաս իրան։ Պապ, ինչի չես ուզում հավատաս, որ մաման անմեղ է։ Որ ինքը իսկականից դուռը բացել է ու այդ սոսը առանց հարցնելու մտել է ներս։ Լավ։ Ենթադրենք այդպես է։ Ես հավատում եմ քեզ։ Մի հատ հարցել ես քեզ տամ, էլի։ Բա ինչի քրոջդ հետ այդպես չեմ վարվում։ Ինչի սիրածդ աղջկա հետ այդպես չեմ վարվում, կամ մորքուրիդ, կամ մնացած բոլորի։ Հենց մորդ հետ պետք է տենց վարվեն, արա։ Լավ էլի։ Ոչ մի լավ էլի։ Ուղղակի մարդիկ իրանց հարգում են։ Մարդիկ հարգում են իրանց ընտանիքը, իրանց երեխեքին, իրանց մարդկանց, որը մերդ չի անում։ Ուզում ես ինձ կասկածների մեջ նորից գցես։ Չէ, ուզում եմ ինձ չհիմարացնեն, ու ոչ քեզ հիմարացնեն, ոչ էլ դու ինձ հիմարացնես։ Կլինի ես իմ կարծիքին մնամ։ Մնա, ես քեզ բան չեմ ասում, ով է քեզ բան ասում։ Ուղղակի եթե ուզում ես ինձ լսես, մերդ, այդ սոսի առաջ պետք է դուռ չբացեր ընդհանրապես։ Սխալ եմ։ Լավ, ինձ ավելի լավ ասա, երբ ենք գնում Անգելինայից տուն ձեռքը խնդրելու։ Լրիվ մոռացել ենք այդ թեման։ Երբ ասես, բայց մի պայմանով։ Առանց մորդ պետք է գնանք, կամ ես կամ մերդ, ընտրի, վերջ։ Եթե մերդ գալիս է, ես չեմ գալիս։ Հա, բայց ինքը իմ մերն է։ Հա, քո մերն ով է բան ասում է, բայց ես այդ մարդու հետ նույն տարածքում, նույն ժամին, նույն պահին չեմ ուզում լինել։ Այդքան բան։ Գալիս ես լողանանք։ Մամ, Ինչ էլ շուտ է կար։ չի ասի։ Չեղակի, դու Աննա Բագրատովնայի կողքին ժամանակի մասին մոռանում ես։ Մամ, կլինի չտրամադրվես ոչ իրա, ոչ իմ հանդեպ։ Բայց ինչի ես պետք է Աննա Բագրատովնայի հանդեպ տրամադրվեմ։ Ինչ է արել ինձ։ Հենց այդ է խնդիրը, որ ոչ մի վատ բան չի արել, մենակ լավն է արել մեր հանդեպ։ Ուղղակի հարցնում եմ։ Գնացիր, տեսար Աննա Բագրատովնային։ Գերակրեցիր, հոգ տարար, ջուր տվեցիր։ Չնայած, եթե վերադարձել ես տուն, ուրեմն այդ ամենը արել ես։ Մամ, արել եմ, որովհետև ինքը իմ համար կարևոր ու թանկ մարդ է։ Բայց քո պահվածքի իմաստը ես չեմ հասկանում։ Իմ պահվածքը մեկ բացատրություն ունի։ Դու այդ կնոջ մասին ավելի շատ ես մտածում, քան քո մոր մասին։ Դու այդ կնոջը ավելի շատ ես նկատում, քան ինձ։ Էլի չասեմ։
նայում եմ ձեզ ու հիանում եմ։ Պատմությունը կրկնվում է։ Այդ առաջ ես էի քո ձեռքը բռնած ման գալիս։ Աշխատանքի մեջ էլ դու շատ լավ էիր, աշխատում էիր։ Ինչի չեմ կարող ասել Հենրի մասին։ Մի անհանգստացի, պապի, ես էլ կթաղվեմ աշխատանքի մեջ։ Դե հա, կամուստան նա կմիամտվի ու կսկսի նորմալ աշխատել։ Ինչ անենք, գնանք Անգելինայի ձեռը ուզելու, պապի։ Էդ ասա Անգելինան է էլի ձեզ կապում։ Ամուսնացավ թե չէ, ձեռը թողելու այդ օր։ Երբ ենք գնում, պապ։ Ուր։ Ավակ ես դու։ Հա, գնանք թորանը համար աղջիկ ուզենք։ Շախուց Միքայել։ Լավ չես։ Պապի, ինչի։ Արա գնացեք։ Դու ուզում եք ավակի ձեռքը խնդրեք։ Ուզում եք ավակի հոր ձեռքը խնդրեք։ Դու մոր ձեռքը, տատու ձեռքը։ Ես այս կապեկությանը մասնակից չեմ։ Գնացեք ինձնից հեռու աղբյուր խաղացեք։ Պապի, թորանը երջանկության հարցն է։ Այդ տղա, թորանս երջանկության հարցն է, ինձնից մի հատ մատան է հասնում։ Գտանք ինչ ես ուզում։ Գնում ես Միքայել, շախունց է մեր կոլեկցիայից մի հատ մատանի վերցնում, տալիս ես այս երիտասարդին, տանում դնում է իր սիրած աղջկա մատը։ Բայց ես ավակի տուն չեմ գա աղջիկ ուզելու, բարդ չի։ Մամ ջան, էլ երբեք տենց բան չասես։ Մոռացի, ուղղակի չխայնացած էի։ Չի ավելի լավ էր, որ ասացիր։ Որովհետև հնարավոր է սխալ բան եմ արել ու չեմ հասկացել։ Դու, պապան, իմ կյանքում ամենակարևոր մարդիկ եք, մաման փոխարինելի մարդիկ։ Ու ես ձեզ ամենաշատն եմ սիրում այս աշխարհում։ Ես կարող է ինչ-որ ժամանակի ընթացքում բան փոխվի։ Երբեք։ Ինչ ես խոսում, մամ, երբեք այդ միակ բանն է, որ ես հանգիստ սրտով կարամ ասեմ, երբեք։ Ես ձեզ շատ եմ սիրում, շնորհակալ եմ ձեզ, որ դուք իմ կողքին եք եղել, դուք իմ ծնողներն եք, ոնց կարա տենց բան լինի։ Դուք իմ ամեն ինչն եք, մամ։ Փոքր էր, գալիս էիր այսենց ասում էր մամ գրկի, շոյի գլուխս, պաշտպանի ինձ, իմացի, որ միշտ քո կողքին ենք լինելու, ու միշտ պաշտպանելու ենք քեզ։ Ես ինձ տենց շատ պաշտպանված էի զգում։ Միշտ, ես քեզ խոսք եմ տալիս, որ միշտ պաշտպանելու եմ։ Լավ էլի պապայսի չարց ես տալիս, իհարկե համեցի, զգա քեզ ինչպես քո տանը։ Նորություն կա։ Ումից։ Ամուսնուց այդ Մոսկվայից։ Դե որ ասեմ տենց նորություն կա, չէ, հիմնականում Արամի հետ է խոսում, Արամն էլ չի ասում ինչ են քննարկում։ Կարող է տեղ չհասնի։ Անգարց ընդեղ գլուխը շուտ է։ Պապա։ Մենակ չասես, որ քո սիրտը ցավում է։ Կարամ հասկանամ դու ինչ ես այդտեղ գործել։ Նորմալ խոսա պապիի հետ։ Ոչինչ, խոսում է, թող խոսա։ Լիարժեք պատասխանը կստանա։ Լավ եմ արել, եկել եմ, աղջկաս տունն է։ Դու էիր պակաս։ Ուզում եմ հասկանամ հորս բացակայությունից ոգևորվել ես, քեզ լավ ես զգում։ Հնես չանես զգացողություններդ փոխվի, երբ հերս գա։ Գիտես պապիդ վախեց, հա։ Թող իրան խելոք բայ, որ ես մեջ կլինեմ։ Թե չէ առանց Զավենիչի կկորի կգնա։ Հորդ կլռեցնես, թե ես լռեցնեմ։
Աննա Բագրատովնա ջան, մենք ասին գանք տեսնենք ոնց է, ինչ կա, չկա, այն էլ ոնց նկատում եմ, ձեզ անհանգստացնում ենք։ Ապրեք երեխեք ջան, շնորհակալ եմ, որ եկել եք, համել մի բաժակ սուրճը, երբ հանիցա նեղություն։ Ախ, Աննա Բագրատովնա ջան, դուք էս ինչ լավն եք, դուք չեք պատկերացնում ոնց եմ ես ձեզ սիրում։ Իա։ Ինչի՞ տենց մարդ կա, որ Աննա Բագրատովնա ինչ սիրի։ Էն էլ ինչքան կարո ջան։ Վայ Աննա Բագրատովնա, անհնար է։ Ես չեմ հասկանում, ոնց կարելի է ձեզ չսիրել։ Ձեզնից sense մի տեսակ լույս ու բարություն է ճառագում։ Ու ընդհանրապես ես կարծում եմ, որ հիվանդանալ ու հիվանդանոց բառերը դուք պիտի ընդհանրապես չիմանաք թե ինչ է։ Հա, գնաք աշխատեք հետ գաք։ Գաք տուն։ Ճիշտ ասում։ Հիվանդանոց բառը ձեզ համար պիտի լինի զուտ աշխատավայր ու վերջ։ Ապրեք երեխեք ջան, օգտվեք, ես քեզ դնեմ։ Հա։ Շնորհակալ եմ։ Աննա Բագրատովնա, ամենաշատը գիտեք ինչից եմ ուրախ, որ դավուլս հիմա արդեն ձեզ մոտ է։ Հայ Աննա ջան, Հենրիս շնորհիվ։ Հա, ես էլ հիմա կուզեի Անգելինային ստանա աղբորս հետ լինեի։ Անգելինային ստանա։ Հա, գնացել են մատանի դնելու։ Դե մենք էլ իր հալալ լինենք, մենք էլ պետք է այնտեղ լինենք։ Բարև ձեզ, ավակ ջան։ Մի քիչ ուզվում եմ, կներեք։ Մենք եկել ենք խնամախոս։ Եթե ճանապարհտաս կանցնենք ինչ ես կամ ռենգի առաջ։ Բարև ձեզ։ Պես քեզ։ Սա էլ ձեզ դուք։ Դե կարծում եմ կարիք չկա, չէ՞ հիշացնելու, որ եկել ենք Անգելինայի ձեռքը խնդրելու։ Չես ուզում առաջարկես նստենք։ Նստի Հենրի։ Հետաքրքիր մարդ է հետ։ Ինչի՞։ Ինչպես թե ինչի։ Ես կասեի շատ հետաքրքիր մարդ է։ Ասածդ ինչ։ Արա։ Շախունցները Զավենիչի գլուխը կերան ինքը թողել գնացել է Մոսկվա։ Իզուր ես թողել, տղա ջան։ Ապացույց ունես։ Իմ ապացույցը իմ ուղեղն է, որը 1000-ի տակ աշխատում է բալես։ Ցավոք հետ մենակ քո համար է ապացույց։ Հա, եթե ուղեղներդ գլխներիդ լիներ, ձեզ համար էլ կլիներ։ Լավ չի, շատ լավ չի, տղա ջան, որ մեծերին չեք լսում։ Լավ չի, հեչ։ Համեղա։ Անուշ լի։ Շնորհակալ եմ։ Երևի ճիշտ չի սենց լուր նստել։ Ձեր թույլտվությամբ ես ուզում եմ ասել այն, ինչ ներսս է։ Ոչ մեկս ապահովագրված չենք սխալներից։ Սխալ որոշումներ կայացնելուց։ Եթե որևէ մեկը ինձ փորձի հակառակն ապացուցել, ես ուղղակի հետը չեմ խոսա։
Հենրին ու Անգելինան շատ դժվարությունների միջով անցան։ Կորցրեցին, սխալվեցին, ինչ որ բան գտան, պայքարեցին։ Ես որպես Հենրիի հայր ուզում եմ իմ օրհնությունը տալ այս զույգին եւ ուզում եմ իմ տղայի ընտանիքը նոր ստեղծվող ընտանիքը երջանկության եւ սիրո մեջ տեսնել։ Չեմ ուզում ավել պակաս երկար-բարակ խոսքեր ասել, ուղղակի եթե դեմ չեք, ես ուզում եմ Հենրիիս համար խնդրել Անգելինայի ձեռքը եւ եթե թույլ կտաք, Հենրի ջան, նշանի մատանին դիր Անգելինայի մոտ, եթե դեմ չեք։ Դեմ չեմ։ Եթե աղջիկս երջանիկ է, ես դեմ չեմ կարող լինել։ Թող սիրով ու երջանիկ լինեն մեր երեխեքը։ Իրանք արժանի են։ Ոնց գնացել են աղջիկ ուզելու։ Դե հա, Աննա Բագրատովնա ջան գնացել են Անգելինայի ձեռքը խնդրելու։ Ես չգիտեի, որ դուք չգիտեք սրա մասին։ Չէ, տեղյակ չի։ Մենք երևի գնանք կարո արդեն։ Իսկ դու երբ ես իմացել։ Չեմ հիշում։ Հիշում ես Կարո ջան, հիշում ես։ Արդեն չեմ հիշում։ Հաստատ ոչ այսօր, չէ։ Դե երևի չէ։ Դե ինչ ասեմ, եթե ինձ չեն ուզում այնտեղ տեսնել, երևի այդպես է պետք։ Իրանց որոշումն է։ Անգելին ձել ջուրտու շատ լարված է։ Մենակ դեմքդ պիտի տեսնես։ Իսկ դու քո դեմքը տեսել ես, ոնց որ հենց նոր միստիեզերքի թագը գլխիդ դրած լինեն։ Միս տիեզերքը չգիտեմ, բայց որ հիմա ամբողջ տիեզերքը իմն է, այդ հաստատ։ Հենց ինչ ռոմանտիկ ես։ Պաստորեն, դու խմած ժամանակ մեր խոսակցությունները լավ էլ ֆիքսում ես, հա։ Հա բա, հիշում ես ինձ էիր ասում ռոմանտիկ։ Բայց դու էլ պակասը չես։ Լավ, հեսա պապան կճղայնանա կկանչի։ Այստեղ ստոպ։ Հիմա արդեն ես եմ որոշում դու երբ կգնաս, ուր կգնաս ու ինչի համար կգնաս։ Ճիշտ այն ժամանակ էլ էի ես որոշում, բայց դե Չէ լուրջ, այս մատանին դրեցիր, արդեն ինչ-որ բաներ, հա, փոխվեց, ես ինչ կերպարանափոխություն էր։ ոչ մի կերպարանափոխություն էլ չկա, Անգել, ասում եմ, այն ինչ կա։ Ես իհարկե հասկանում եմ, որ տղաների գլխում աղջկա երջանկության պիկը միս տիեզերքի թագով է որոշվում, բայց ուզում եմ ասեմ, որ մենք բոլորս դրանից ավելին ենք։ Վերջ, հա, սկսվեց իրար միս ուտելը։ Հատ էլ գոռա ֆեմինիզ ու տնով մեկ վազի, Անգել։ Նախ, ես տղամարդումիս կամ առհասարակ մարդումիս ընդհանրապես չեմ ուտում։ Հետո իմը անմնացորդ սիրելն է։ Ու բացի այդ, արի չմոռանանք, որ ֆեմինիզմի շնորհիվ է, որ ես բժշկական համալսարանի ուսանողուհի եմ։ Բացի այդ պրակտիկայի եմ գնում, իդեպ նույն ֆեմինիզմով բժշկուհի դարձած մամայիդ մոտ։ Իսկ երկար է իր պարապել ես տեքստը։
Չէ, բացարձակ։ Ուղղակի ենթագիտակցաբար շատ ճիշտ կետի եկա։ Ինչի Աննա Բագրատովնան չի եկել ձեր հետ։ Տենց էր ճիշտ։ Իրա տղայի նշան դրեքին ներկա չլինելու ճիշտը որն է։ Սխալ պահի, սխալ թեմա ես բացել անգել։ Չէ, ուղղակի հետաքրքիր է, որովհետև ես շատ կուզեի այստեղ լիներ։ Անգելինա։ Պապատ կանչում է։ Արդեն դու ես որոշում, ես ուր գնամ, ոնց գնամ, երբ գնամ։ Աղվես ռեժիմ ես, հա ոնց որ միացրել։ Դու քո ռեժիմն ես փոխել, ես էլ իմ։ Հենց այսօր իմ կյանքի ամենաերջանիկ օրն է։ Ու ավելի լիարժեք կլիներ այդ երջանկությունը, եթե Աննա Բագրատովնան էլ մեր հետ լիներ։ Առաջին հերթին քո համար, ոչ թե իմ։ Երևի ճիշտ կլինի մի անգամից հարսանիքի օրն է որոշենք։ Ինձ թվում է ճիշտը այն է, որ յուրաքանչյուր որոշում ծանր ու թեթև անենք։ Հա, էլի անենք։ Բայց քանի իրար հետ ենք միասին անենք, ոչ թե ամեն մեկս մեր համար։ Իմ մոտ տարօրինակ տպավորություն է, որ այս ամենի մեջ ինչ-որ արագություն կա ու շտապողականություն կա։ Ոչ մի շտապողականություն էլ չկա, Տիկին Վիկտորիա։ Ուղղակի ուզում եմ, որ ամեն ինչ ճիշտ լինի։ Դե այս երեխեքը քիչ շտանջվեցին։ Դրա համար եկեք հարսանիքի օրն է որոշենք։ Պապատա։ Չէ։ Գոնե մի լուր իմանայինք։ Չի պատասխանում։ Գիտեմ, արդեն սովորություն է սարքել։ Հանկարծ մի բան եղած չլինի։ Մամ, պանիկա մի արա, էլի խնդրում եմ։ Տեղից էլ արված ենք։ Ինձնից լարված չլինես, ոտքերս դողում են։ Մամ, գիտես ինչն է հետաքրքիր։ Ինչը։ Որ այսքանից հետո դու պապայով հետաքրքրված ես, հարցնում ես իր մասին։ Էդ ինչ սեր է, որ ոչ մեկս չենք հասկանում։ Ձեր հասկանալը մի կողմ։ Ափսոս պապատ էլ չի հասկանում։ Դե շնորհակալություն այս ջերմ հյուրասիրության, հյուրընկալության համար։ Սիրով։ Ես հույս ունեմ, որ մենք մեր պայմանավորվածությունների շրջանակներում կմնանք։ Ամենայն դեպս մեր մասով կարող ես հանգիստ լինել։ Դե իմ մասով էլ չասեմ։ Դե լավ, մենք գնանք, դուք էլ հանգիստ ձեր երեկոն վայելեք։ Մի տեսակ ես ավակ։ Ես միշտ էլ մի տեսակ եմ, օրը մեջ տեսակս չեմ փոխում։ Երևում է, որ դպրոցի տնօրեն ես, բառախաղից։ Ինչ բառախաղ։ Լուրջ գործի ենք, բառախաղի ժամանակը չկա։ Հարգեցի։ Ու այսինքն հարգելով էլ գնում ենք։ Ստացություն։ Հա բալես։ Ոնց է Աննա Բագրատովնա։ Կարևոր չի ես ոնց եմ, դու ասա, արդեն կարող եմ շնորհավորել։ Հա։ Շնորհավորում եմ իմ աղջիկ։
Աստված տա, որ ամբողջ կյանքում երջանիկ լինեք։ Ու միշտ սիրեք իրար այնքան, ինչքան որ հիմա եք սիրում։ Միշտ միասին լինեք։ Ու բոլոր դժվարությունները միասին հաղթահարեք, ոնց որ այսօր հաղթահարեցիք։ Միշտ ձեռք-ձեռքի բռնած ու միշտ առաջ։ Թող ձեր բոլոր երազանքները իրականություն դառնան։ Հապրեք շատ Աննա Բագրատովնա։ Ճիշտն ասած մի քիչ զարմացա, որ չեք եկել։ Դե այդքան էլ իմ ցանկությամբ չէր, բայց այս պահին այդ կարևոր չի, մի խոսքով։ Ես հայրի հետ խոսել եմ այս թեմայով։ Շատ դիզուր որ խոսել ես։ Դու պիտի քո օրը վայելեիր ու ուրիշ ոչ մի բանի մասին չմտածեիր։ Չի ստացվում ձեր մասին չմտածել։ Լավ, բալես, ես հիմա մի քիչ զբաղված եմ, հետո քեզ ավելի ուշ կզանգեմ, հա։